Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր հունիսի 12-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Անհետ կորած անձանց հարցը մնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ամենածանր մարդասիրական հետևանքներից մեկը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 974 տոննա դիզելային վարելիք։ Առաջին Ղարաբաղյան պատերազմում անհետ կորած ադրբեջանի քաղաքացիների հարցը ոչ միայն մարդասիրական խնդիր է, այլև արդարության եւ տևական խաղաղության հարց։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Նրա խոսքով անհետ կորած անձանց հարցը մնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ամենածանր մարդասիրական հետևանքներից մեկը։ Դա արդարության, մարդկային արժանապատվության, հաշտեցման եւ տևական խաղաղության հարց է։ Նա նշել է, որ առաջին Ղարաբաղյան պատերազմից ավելի քան 30 տարի անց 4009 ադրբեջանի քաղաքացիներ դեռևս անհետ կորած են համարվում։ Հաջիևը նաև հայտնել է, որ որոնման, արտաշիրմման եւ նույնականացման աշխատանքների շրջանակներում հայտնաբերվել են 888 մարդկանց մնացորդներ։ ԴՆԹ թեստավորումը եւ դատաբժշկական վերլուծությունը հնարավորություն են տվել նույնականացնել 313 անհետ կորած անձանց, իսկ 226-ի մնացորդները արժանապատիվ հուղարկավորության համար հանձնվել են նրանց ընտանիքներին։ Նախագահի օգնականի խոսքով ազատագրված տարածքներում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 32 զանգվածային գերեզման, ինչը ցույց է տալիս մարդասիրական ողբերգության մասշտաբները եւ ընդգծում անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցության շարունակական գործընթացի անհրաժեշտությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաջողության առթիվ եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի։ Օգտվելով առիթից կրկին մաղթում եմ ձեզ առողջություն եւ բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին բարգավաճում եւ երջանկություն, ասված է շնորհավորանքի մեջ։ Պակիստանի վարչապետ Մոհամմեդ Շահբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. Պակիստանի ժողովրդի կառավարության եւ իմ անունից սրտան շնորհավորում եմ ձեզ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Ձեր վերընտրությունը արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը ձեր առաջնորդության եւ խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ։ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը եւ կառուցողական համագործակցության Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Մենք հույս ունենք, որ ձեր նոր պաշտոնավարումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման առաջխաղացմանը։ Նախորդին ադրբեջանական երկաթուղիներ Փակ բաժնետիրական ընկերության Բիլաջարի կայարանից Հայաստանի ուղարկվել 984 տոննա դիզելային վառելիք տեղափոխող 17 երկաթուղային վագոն Բյոյքեսի կայարանի ուղղությամբ։ Բեռը տարանցիկ կերպով կմատակարարվի Վրաստանի տարածքով։ Նավթամթերքի ուղիղ մատակարարումները Ադրբեջանից Հայաստան սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։ Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը Հայաստանի արտահանել ավելի քան 12000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին եւ 2955 տոննա AI-95 բենզին։
2026 թվականի հունիսի 12-ից սկսած Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանից առաքվող բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով տարանցումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ։ Այս մասին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։ Գործակալությունում նշել են, որ արգելքը ուժի մեջ կմնա, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունը, հետաձգելիությունը ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը։ Նշենք, որ Ռուսաստանը մայիսի 22-ից սկսած սահմանափակել է Հայաստանում արտադրվող մի շարք ապրանքների ներմուծումը, ինչպես նաև իր տարածքով հայկական ապրանքների այլ երկրներ փոխադրումը։ WUF-13 Ադրբեջանի օպերացիոն ընկերությունը գնահատել է լրատվամիջոցների ներկայացուցիչների ներդրումը Բաքվում մայիսի 17-ից 22-ը կայացած համաշխարհային քաղաքային ֆորումի նախապատրաստման, անցկացման եւ լուսաբանման գործում։ Օպերացիոն ընկերության X սոցիալական ցանցի էջում տեսանյութ է հրապարակվել այս թեմայով։ WUF-13-ի նախապատրաստման եւ անցկացման ողջ ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ոչ միայն դիտորդներ էին, նրանք դարձան մեր հավատարիմ գործընկերները, ֆորումի գաղափարներն ուղերձները ամբողջ աշխարհում տարածելու գործում, ասվում է հրապարակման մեջ։ Տեսանյութում նշվում է, որ լրագրողների նվիրվածությունը, պրոֆեսիոնալիզմը եւ աջակցությունը նախապատրաստման ամիսներից մինչև միջոցառումը աջակցեցին լրագրողներին WUF-13-ը մոտեցնել ավելի լայն լսարանի։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր ուսուսի աշխատել են մեզ հետ եւ իրենց ներդրումն են ունեցել WUF-13-ի պատմության մեջ, հավելել են կազմակերպիչները։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևան.com կայքի Facebook-յան էջը։ Չնայած Հայաստանում ընտրություններն արդեն մի քանի օր է ինչ ավարտվել են, քաղաքական կրքերը դեռ չեն հանդարտվում։ Ընդդիմադիր շրջանակները շարունակում են սրել ներքաղաքական իրավիճակը, փորձելով կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները եւ հասարակության մեջ նոր լարվածություն ստեղծել։ Այս գործընթացում նրանց զգալի աջակցություն է ցուցաբերում նաեւ Կրեմլը։ Մոսկվան փորձում է ռուսամետ ուժերի միջոցով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, քանի որ մտավախություն ունի կորցնելու այդ երկիրը, այն համարելով իր ֆորպոստը Հարավային Կովկասում։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի պետականության, ինքնիշխանության եւ ժողովրդավարական ընտրության դեմ գործող ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի շրջանակներում։ Վարչապետն այս մասին հերթական անգամ խոսել է իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք միջև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Սա շատ հստակ է։ Որևէ մեկը, որ բռնվել է 2031 թվականի ընտրությունների անպաշտոնական ամփոփման օրը պետք է լինի բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ու Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ։ Հանրության համբերությունը արդեն էլ տեղու սահման չունի։ Տեղու սահման չունի, որովհետև պետք է լինի այդել կանենք։ Պետք է լինի այդել կանենք։ Այդ դատական համակարգ է տերովին տերնատարել անտերին գելը, այդ ես չեմ թույլ տալու դից։ Չեմ թույլ տալու, ես ասում եմ, թող բոլորը իրենց հաշիվ տան ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են եւ դատվելու են, որ մի հատ իրենց թափտան մեծ կտորական ժդամանան եւ արդեն մնացել է։ Այսօր էլ Մոսկվան շարունակում է ռուսամետ ուժերի միջոցով ապակայունացնելու փորձեր գործադրել Հայաստանում, սակայն այդ ջանքերը չեն տալիս ցանկալի արդյունք։ Այս կարծիքն են հայտնել նաև Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Նարեկ Ղահրամանյանը եւ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Սամվել Կարապետյանը Բիձինա Իվանիշվիլու հայկական մոդելավորումն է
ռուսական գործելավոճով եւ ռուսական շրջանակների կողմից ակնհայտ է։ Որևէ պարագայում Հայաստանի Հանրապետությունում Պուտինի տեխնացուները չեն կարող հաջողություն գրանցել եւ ռուսական ուժերն ու շրջանակները շանս չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում։ Պուտինը ավելի շատ սպառնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մատ էր թափ տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Այդ ուժեղ տղու բաննել, փչված փուչիկնել վարչապետ Փաշինյանը պատրեց ու պայթեցրեց հենց Պուտինի առաջ։ Ու մենք տեսանք, թե ով է ուժեղ տղեն։ Ով է ուժեղ առաջնորդը։ Կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի շատ մեծ գումարներ է ծախսել Հայաստանի Հանրապետությունում եւ քարոզչական եւ իր պրոքսի, այսպես ասած, ուժերին իշխանության բերելու համար, բայց պետք է ընդունել, որ բնական է, որ եթե դու ուզում ես իշխանություն փոխել, այսինքն այդ իշխանությանը թշնամի ես քեզ համարում հետևաբար, որը իրանք ընդունում են իրենց ամբողջ գործելավոճով, բնական է, որ քո թշնամու հաղթանակը, ու թշնամի քաղաքական տեսանկյունից նկատի ունեմ, թշնամու հաղթանակը դժկամությամբ պետք է ընդունես կամ շնորհավոր ես առավել ևս, բայց շանս չունեն, ճար չունեն, բոլորն էլ ընդունել են, բոլորն էլ շնորհավորել են։ Այս ամենի ֆոնին անցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց տեսակետն է ներկայացրել նաև Հայաստանի քաղաքացիները։ Հարցվածների մեծամասնությունը համաձայն է քվեարկության արդյունքների հետ, ընդգծելով, որ դրանք արտացոլում են ժողովրդի ընտրությունն ու կամքը։ Գոհ եք ընտրությունների արդյունքների։ Շատ։ Տեսեք, ընդդիմությունը ուժեղները Քոչարյան, Ծառուկյան ուզում են վիճարկել արդյունքները։ Հիմարությունը ոչ մի բանի էլ չեն հասնի։ Շատ նորմալ, արդար, մաքուր ընտրություններից են վիճարկում, որ քիչ էին փող բաժանել։ Դա են վիճարկում, թող մի քիչ ավելացնեն, որ արդեն ընտրել ենք, կարող ենք էլի կաշառք ստանալ, թե պրծավ արդեն, պիտի մինչև ստանայինք, հիմարությունը, դատարկությունը, ուղղակի էլի մարդկանց ներվերն են ուտում, ուրիշ ոչ մի բան։ Ուժեղներն ասելով ինչ նկատի ունեք։ Սամվել Կարապետյան։ Ինձ համար իրանք ուժեղ չեն։ Իմ հայրենիքի համար ոչինչ չարած մարդը իմ համար ուժեղ չի կարա լինի։ Իսկ դուք գնացել եք ընտրություն։ Միանշանակ։ Եք ընտրել։ Դա թող մնա Գոհ եք Նիկոլ Փաշինյանի կառավարությամբ։ Այս պայդրությամբ գոնե միակ ղեկավարն է, որ քայլեր եւ գործեր անում, որոնք նպաստում են մեր հայազգի բարօրությանը։ Ճիշտ արդյունքները։ Ես խաղաղությանն եմ կողմնակից։ Ինչ ասեմ, խաղաղություն եմ ուզում, որտեղ ունեմ շատ փոքր թորնիկներ, ուզում եմ, որ իրանք խաղաղ երկնքում ապրեն։ Ըստ քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների մարդիկ իրեն ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին։ Քաղաքացիները նշում են, որ երկրի ապագան պետք է կառուցվի ոչ թե նոր բախումների եւ թշնամանքի, այլ խաղաղության, զարգացման եւ բարեկեցության հիման վրա։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։